Հարկ մեր Աստծուն սիրելի եղբայրներ քույրեր, թող Տերը փառավորվի մեր մեջ եւ իր անունը բարձրանա ամեն անունից վեր։ Եղբայրներ քույրեր, ճիշտն ասած, այս երգը ես շատ եմ սիրում, բայց մի բան խոստովանվեմ, որ Տերը որ իր ձեռքը երկարել է ինձ, ես ոչ թե զորացել եմ, այլ ավելի տկարացել, թուլացել, որ ավելի պարզ բացատրեմ, որ հավաքածություն չառաջանա, ոչ թե թուլացել եմ, այլ ուղղակի տեսել եմ, որ թույլ եմ եւ տեսել եմ, որ շատ տկար եմ, որ ասեմ ավելին, ոչ մի բարի բանի ընդունակ չեմ եղել եւ ես հիշում եմ այն խոսքը, որ ասում է Տերն է իմ զորությունը, ոչ թե ես զորանում եմ եւ ունեմ արդեն իմ մեջ առանձին զորություն ունեմ ես, այլ հենց Տերն է իմ զորությունը, եղբայրներ քույրեր։ Քրիստոս մեր մեջ այս բանին է Աստված կանչել մեզ։ Եվ ինքը մեզ դրել է Քրիստոսի մեջ եւ Քրիստոս մեր մեջ բնակվելով ասում է այլևս արդեն ոչ թե ես, այլ Քրիստոս իմ մեջ։ Սա երանելի կյանք է, եղբայրներ քույրեր։ Եվ այստեղ արդեն հարցը սա է, որ կյանքն է արտահայտվում իմ մեջ։ Շարունակում եմ ես արտահայտվել եւ ես երևալ, ես գործել, ասենք ինչ որ բաներ անել, լավ կամ բան, թե Քրիստոս իմ մեջ ինքն է գործում եւ ինքն է պտուղ տալիս։ Ասում է իմ բոլոր աղբյուրներս քեզանից են Սաղմոսի մեջ։ Մի ուրիշ տեղ ասում է, որ մարդը եթե սիրում է լույսը, գալիս է լույսին, որպեսզի երևա, որ բոլոր գործերն էլ մեր մեջ Աստծմով գործվեցան։ Սա Հովհաննես ավետարանի 3-րդ գլխում է գրված, որպեսզի լույսին է գալի, որպեսզի երևա, որ բոլոր գործերը Աստծմով գործվեցան։ Թող Աստված փառավորվի, սիրելի եղբայրներ քույրեր, մենք կարդում ենք Փիլիպպեցիս թղթի մեջ 2-րդ գլխի 12 խոսքից, հետաքրքիր բան, ասում է. «Ուստի իմ սիրելիներս, ինչպես ամեն ատեն հնազանդ եղաք, ոչ միայն իմ ներկայությանս, հապա ալ ավելի հիմա իմ բացակայությանս ատեն, ահով ու դողով անձերնուտ փրկությունը գործեցեք, վասնզի Աստված է, որ ձեր մեջ կներգործե կամենալը եւ անելը իր հաճության համար»։ Եղբայրներ քույրեր, մենք որ ասենք մեկը աշխատող է, դիրեկտորը որ գալիս է, սկսում է լավ աշխատել, որ տենա իրան գովա, չէ, ասենք բան, բայց որ դիրեկտորը կամ բրիգադիրը տեղից գնում է, մի քիչ հանգիստ ես ելնում, ջանի ցավ չես տալիս, չէ, տենց պահ կա, մենք տարբեր գործի վայրերում, բայց սենց այս երևույթը կա։ Կամ ասենք, եթե պետք է քեզ գազ պահես, ասենք ղեկավարը գալիս է, գազ ես պահում, որ ղեկավարը գնում է, ոնց որ ասած դե մի տենց ոչինչ, մի քիչ էլ կարելի է հանգստանալ, ասենք ծուռումուռ են կանգնում։ Հիմա եղբայրներ քույրեր, հետաքրքիր մի հատ երևույթ է, ասում է իմ սիրելիներ, ինչպես ամեն ատեն հնազանդ եղաք, եւ գրում է, որ ոչ միայն իմ ներկայությանս, հապա ալ ավելի շատ հիմա իմ բացակայությանս ատեն։ Պողոս առաքյալը հետաքրքիր է, ասում է, որ ես բացակայեմ ավելի նենց բան եք ձեզ պահում, էլի, եւ այնտեղ նշում է, որ ամեն ատեն։ Հետաքրքիր է, ստեղ փաստորեն երևում է, որ սա ոչ թե ինչ որ մարդուն ցույց տալու, երևալու համար է, այլ բնությանը հատուկ վիճակ է այս մարդկանց մոտ եղել, ճիշտ է։ Եվ հետո ասում է, որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու անելը իր հաճության համար, Աստված է, որ ներգործում է ձեր մեջ կամենալը եւ անելը, թե կամենալը եւ թե անելը, եղբայրներ քույրեր, խոստովանվում է այստեղ, որ սա Աստված է ներգործում մեր մեջ։ Դրա համար էլ իշխանավորի վախից չի,
Կամ ասենք եկեղեցու մեջ հանկարծ չնկատեն, այ մարդ ինձի զուս պահեմ, ճիշտ հագնվեմ, հետո որ առանձին կլնեմ, ավելի ազատ կլնեմ։ Այդ հոգեբանությունը չկա մեջները, սիրելի եղբայրներ քույրեր։ Օրինակ մենք որ բան ենք անում, հոգևոր մարդ ենք, մտածում ենք, որ մենք պետքա, չէ, Աստծո սրբության, Աստված մեզ կանչել է, չէ, որ մենք գիտենք, ասում ձեզ կանչող սուրբի պես սուրբ եղեք, չէ։ Հիմա ասենք մեր մեջ օրինակ պայմանականորեն ասենք բարկություն կա։ Հիմա երեխեն ջղայնացրեց, հարևանը ջղայնացրեց, մի հատ եղբայր թարս մի բան ասեց կամ մի քույրիկ, հիմա ես ինչ եմ անում։ Բարկանում եմ, բայց սենց ինձ պահում եմ, որովհետև ես հոգևոր մարդ եմ, չի կարելի հունից դուրս գալ, չէ, ասենք։ Ես ինչ եմ անում, դրանուն եկեք մի ձևակերպենք, ասենք զսպում եմ իշ, չէ։ Զսպում, սենց սահմանափակում եմ, որպեսզի պահեմ այդ ընդհանուր նորմը, չէ։ Որպեսզի համապատասխանեմ այդ կանոններին։ Հիմա բայց որ տանն եմ ելնում, իմ երեխեն ուրիշ մարդ չկա, մի հատ սենց բզեց, պայթում ես ջղայնանում, վայ, սենց մի հատ էլ ճլոտ ես տալիս, հա, քո երեխեն ոչինչ, բայց այդտեղ ինչն է, արդեն արտահայտվում է, չէ, դու արտահայտվում ես։ Հիմա ցանկացած դեպքում մենք ենք արտահայտվում եւ այն զսպելուց էլ էլի մենք ենք մեզ զսպում, որպեսզի նմանվենք, սիրելի եղբայրներ, քույրեր, հոգևոր մարդու ոնց որ վիճակին, Աստծո զավակի վիճակին մեզ պահենք։ Սա հոգևոր կյանքը չի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Սրա անունը եւ ես բարկության վրա ասեցի, դուք մնացած բոլոր բաները կարաք այդպես նայեք, էլի։ Ինչը որ դու քեզ զսպում ես, սենց ուզում ես թարազուի բերես, սենց ինչը որ դու քեզ ջանք ես թափում, որ սենց այդ վիճակով հանդես գաս, դա դու քո արդարությունն ես սարքում, հաստատում եւ ներկայացնում հանրությանը։ Սա հոգևոր կյանքը չի, որին Աստված մեզ կանչել է։ Օրինակ Հիսուսը ինչ ասեց այս մարդկանց։ Հիշում եք, հետաքրքիր է։ Օրինակ ասավ կեղծավոր դպիրներ եւ փարիսեցիք, ինչ եք անում, ասում է։ Բնակի դուրսը մաքրում եք, բայց մեջը մաքուր չի, չէ։ Կամ էլ ինչ էր ասում, հիշում եք, ասում էր նման եք ինչի։ Ծեփած գերեզմանների, որ արտաքինից բանա, չէ, զսպել է սիրու շլիֆով կա, ռեմոնտ ես արել, պալիրովկա ես արել, դուրսը լրիվ սենց պահել ես, նման ես դարձրել հոգևոր մարդու կերպարին, բայց ներսում գարշահոտությունա, չէ։ Դե մի հատ ասենք մի քիչ ավելի ուժեղ հարված որ լինի, ներսից կպայթի ու արդեն գերևա, չէ, ինչա։ Սիրելի եղբայրներ, քույրեր, բայց հոգևոր կյանքը, որին Աստված մեզ կանչել է, Աստծո զավակի կյանքը, եղբայրներ, քույրեր, Աստծո զավակի կյանքը ոչ թե զսպելու կյանքը, ճաշելու սենց ցույց տալու, այլ արտահայտվելու կյանքը։ Դու ոչ թե փակում ես, այլ արտահայտվում ես, բայց ի՞նչն ես արտահայտում։ Քո ներսում ինչ կա, որ բարի բան, որ արտահայտես։ Այստեղ Աստված, քանի որ իր որդուն տվել է քեզ որպես կյանք, որդու կյանքը Քրիստոս մեր մեջ, չէ, սա է խորհուրդը։ Այլևս ոչ թե ես, այլ Քրիստոսի մեջ։ Եվ մենք միշտ լույսին ենք գալիս, որպեսզի երևա, որ Քրիստոս մեր մեջ գործեց այդ գործերը։ Քրիստոնյան բարի գործեր է անում, նա համբերում է, նա բարերար է լինում։ Հիշում եք Աստծո համար ինչ ասվեց, ասավ ձեր հայրը բարերար է ում, ապերախտներին էլ, չարերին էլ, չէ։ Մենք մեզի բարի կանողներին բարի կարում ենք անենք, բայց մեզի չարություն անողներին, մեզի մեր նկատմամբ ապերախտ տնողներից կամաց այնց հեռու ենք մնում, չէ, արդեն մեզանից հեռու ենք պահում։ Բայց ասում է ձեր նմանող ձեր հայրը բարերար է, որպեսզի ձեր հոր որդիները լինեք, ասում է, որովհետև նա բարերար է եւ չարերին, եւ ապերախտներին։ Եղբայրներ, քույրեր, սա հոր բնությանն է հատուկ էսպիսի բանը։ Եվ պետք չի, որպեսզի մենք մեզ ցույց տանք, որ մենք այդպիսին ենք։
Մենք պետք է թույլ տանք, որ Քրիստոս, հենց Քրիստոսը մեր մեջ արտահայտվի։ Մենք չխանգարենք մեր անձի արդարությունը որպես կեղծ արդարություն Քրիստոսի ներկայացնելուց, սիրելի եղբայրներ, քույրեր։ Պրակտիկ մեր կյանքում այսպես շատ է լինում։ Դուք նկատել եք, թե չէ, եղբայրներ, քույրեր, որ ասենք մենք հիշում ենք, որ մենք ով ենք, քրիստոնյա ենք, ու մեզ պետք է այսպես պահենք։ Եվ մենք մեզ աշխատում ենք այդպես պահել, եւ այդ աշխատել այդպես պահելը դառնում է մեր համար մի հատ դժվար բեռ։ Բայց ուրիշ բան է, որ դու ներսից էդի բխում է, որ Քրիստոս քո փոխարեն էդի անում է, եւ դու ուրախանում ես Աստծո գործով։ Սա հավատքն է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Հավատքը ամեն բանում հենված է Քրիստոսի վրա։ Ես ասում եմ, Աստծո ձեռքը, որ ինձ հասավ, ես տեսա, որ բացարձակ անկարող եմ։ Եվ հիմա էլի, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ եթե մի բան կա, որով կարող եմ պարծենալ, ասում եմ միայն առաքյալը ասում է, եւ ես էլ համաձայն եմ, որ միայն իմ տկարություններով։ Բա ինչա, քրիստոնյայի կյանքը տենց ինչ-որ տկարություններ ու եսի ինչեր է մենակ, դա։ Ոչ, մենք գիտակցում ենք, որ մենք ոչինչ ենք, տկար ենք, բայց մենք քանի որ Աստծուց ստացած կյանք ունենք, Քրիստոս կյանքը, մենք այլևս դադարում ենք ինքներս պայքարելուց եւ արտահայտվելուց եւ ցույց տալուց հանրությանը մեր արդարությունը, մենք հրաժարվում ենք սրանից եւ միայն այդ հրաժարվելու դեպքում է, որ Քրիստոս մեր մեջ ազատ գործում է եւ արտահայտվում է Քրիստոս կյանքը եւ հայրը փառավորվում է։ Սա է բարի պտուղը հոգու, սիրելի եղբայրներ, քույրեր։ Հնարավոր է այս բանը, թե չէ, որ Քրիստոս երևա մեր մեջ, արտահայտվի, գործի, հնարավոր է, թե չէ։ Մենք Սուրբ գրքում ունենք սրա վառ օրինակներից մեկը, ես Սուրբ գրքից պատմեմ ձեզ։ Հիշում եք, հենց նոր էր Պենտեկոստեն եղել, եկեղեցին նոր էր եւ եղավ հետապնդումներ եւ Ստեփանոսին մի խոսքով բերեցին ու արդեն այն պահը, որ սկսել էին քարկոծել Ստեփանոսին, գրված է, որ Ստեփանոսը ծնկի եկավ եւ աղաղակելով Տիրոջը կանչեց, ասելով, որ Տեր, այս մարդկանց, այս բանը մեղք մի համարի։ Եղբայրներ, քույրեր, Ստեփանոսը իր մեջ սենց իրան զսպեց, սենց ճնշեց այդ քարերի հարվածները, այդ անարգանքը, այդ արհամարանքը, այդ զզվանքը, այդ ամբողջի, որ իր վրա էր ուղված, որ սպանեն, պրծնեն այս չարիքից, այդ ամեն ինչի մեջ Ստեփանոսը իրան զսպում էր, որ իրան քրիստոնյայի նման պահի, դրա համար սենց ձևական ներսում վառվում էր, բայց ձևական գոռաց ասավ հայրների, որ նմանվի Հիսուսին։ Կարա մեկը իրան ստիպելով սիրի, իրան հայհոյողին, իրան սպանողին։ Ոչ, սիրելի եղբայրներ, քույրեր, այ հենց այստեղ փայլատակեց ու երևաց Քրիստոս կյանքը, որ մարդու մեջ է։ Քրիստոսը ինքը խաչի վրա երևաց, փայլատակեց իր բնությունը, Աստծո էության բուն պատկերը, որ իրան խաչողների համար ինքը աղոթք արեց, բայց հետո, սիրելի եղբայրներ, քույրեր, սա էլ ուրիշ ավելի բան վկայություն էր, որ մեր նման մարդկանց մեջ այդ կյանքը կա եւ գործում է, որովհետեւ Աստված վկայեց այս մասին, որ ինքը մեզի կյանք տվավ եւ այդ կյանքը իր որդու Հիսուս Քրիստոսի մեջ է։ Հիմա Քրիստոս եկել է մեզի, թե չէ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Քրիստոս եկել է։ Հայրը, որդին եւ Սուրբ Հոգին վկայել են, որ հայրը մեզի կյանք տվավ եւ այդ կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ է, իր որդու մեջ է։ Սիրելի եղբայրներ, քույրեր, եթե մենք շարունակում ենք մեր արդարությունը, մեր կերպարը ներկայացնել, դեռ այդ սկզբունքով ենք ապրում, մենք ոնց որ կողքի ենք դրել Քրիստոսին, որ Քրիստոս մեր մեջ է հետի հեչ, էսի մենք ենք եւ մենք հետևաբար պահանջում ենք վերաբերմունք, եղբայրները ինձ պետք է նկատեն ախր ես այսքան արդար եմ, լավն եմ, այսքան բարեխիղճ Քրիստ,
հավաքույթից չեմ ուշանում, 10-րդը տալիս եմ, այն մարդն էլ, որ աղոթքեր անում, հիշում եք հրապարակում, այդ օրինակը բերեց, չէ, Հիսուսը ասավ, ես 10-րդը տալիս եմ, չամիչի, կանաչու, չգիտեմ, ես եմ անում, այն եմ անում, օրը 3 անգամ էլ աղոթք եմ անում, այս մեկի նման չեմ ես, այն մեղավորի նման չեմ, որ կուրծքը ներծեծում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, սա լրիվ ուրիշ բան է, ուրիշ կյանք է, եւ հետեւաբար, սիրելի եղբայրներ, քույրեր, առաքյալը տեսեք մեզ ինչ է ասում Պողոսը։ Նայեք, ես կարդում եմ 3-րդ գլխից Փիլիպեցիս, 3-րդ գլխից ասում է, մարդը իր անձի նկատմամբ եւ իր անձի արդարության նկատմամբ ունի հավատ։ Ճշմարիտ հավատքի դարձի ժամանակ, երբ որ մարդը Աստծուն է հավատում, իր նկատմամբ ունեցած իր հավատը, որ գալիս էր Եդեմի պարտեզի են ծառի պտղից ուտելուց, մարդու մեջ կոտրվում է, ջարդվում է, անհետանում է եւ Քրիստոսի հավատն է թագավորում մարդու սրտում, սա է դարձը։ Եվ այդ դարձի հետևանքը տեսեք որն է լինում։ Ես էլ ասում եմ նույն վստահությունն ունեմ մարմնի վրա, Պողոսն է ասում։ Թեպետ ես էլ նույն վստահությունը 4-րդ խոսքից եմ կարդում։ Թեպետ ես էլ նույն վստահություն ունեմ մարմնի վրա, եւ եթե ուրիշ մեկը կկարծե թե վստահություն ունի մարմնի վրա, ալ ավելի ես, ասում եմ ուրիշ բոլորից, ես ուրիշներից ավելի վստահություն ունեմ մարմնից վրա եւ պատճառը ասում է, որովհետեւ 8 օրովա թլփատված Իսրայելի ազգից եմ, Բենյամինի ցեղից եմ, եբրայեցիներից, օրենքին նայելով փարիսեցի, նախանձախնդիրը լալու կողմանե եկեղեցին կհալածեի, օրենքի արդարության կողմանե անարատ էի, բայց ինչ որ ինձի շահ էր, այսինքն իմ անձի ոնց որ կոզրներն էր, էլի, խաղաքարտերն էր, սրանք սաղ իմ անձի շահն էր, չէ, ասում է, բայց ինչ որ իմ անձին շահ էր, զանիկա Քրիստոսի համար վնաս սեպեցի եւ իրավ բոլոր բաներն էլ վնաս կսեպեմ Տիրոջս Քրիստոս Հիսուսի գերազանց գիտությանը հասնելու համար, որու համար ամեն բան է զրկվեցա եւ աղտեղություն կսեպեմ, որպեսզի Քրիստոսը շահեմ ու իր մեջ գտնվեմ, ոչ թե իմ արդարությունս ունենամ, որ օրենքեն է, հապա Քրիստոսի հավատքով եղած արդարություն է, որ Աստծմեն է հավատքով, որպեսզի ճանչնամ զանիկա, անոր հարության զորությունը եւ նրա չարչարանքներուն հաղորդը լամ ու անոր մահվան կերպարանքն առնելով, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, տեսեք ինչ է ասում է, որ ես այդ ամեն բանից հրաժարվեցի, այդ ինչը որ իմ անձին օգուտ էր, հրաժարվեցի, ասում է, եւ Քրիստոսի համար վնաս համարեցի սա վնաս է մեզի, եղբայրներ, քույրեր, եւ իրավ, ասում է, բոլոր բաներն էլ վնաս կսեպեմ, Տիրոջս Քրիստոսի գերազանց գիտության համար, որու համար նորից շեշտում է ամեն բան է զրկվեցա։ Հիմա սիրելի եղբայրներ, քույրեր, ամեն բանից զրկվեցի։ Հիմա Տիրոջ ձեռքը որ երկարեց եւ կպավ ինձ։ Ես այն բաները, որոնցմով որ մտածում էի այն մեկից լավն եմ, կամ սրանով Աստծո ուշադրությունը իմ վրա գրավում է, այդ բոլոր բաներից ճիշտն ասած զրկվեցի։ Հիմի ձեռս ոչ մի բան չկա, որ Աստծո առաջ ցույց տամ ու ասեմ, որ Տեր Աստված այն աղոթքանողի նման էլի ասեմ, թե իմ աղոթքս կլինի լսես կամ վստահ լինեմ, որ Աստված ինձ կլսի, որովհետև ես այս բաները ունեմ իմ մեջ։ Այդ բոլոր բաներից զրկվեցի։ Ես չեմ ասում, որ ես ինքնակամ այտենց մեծահոգաբար այդ բանը sense դրեցի սեղանին, ոչ, Աստված ցույց տվեց, որ այդ բոլորը աղբ է,
եղբայրներ քույրեր, կարող է Պողոսը դրել է, բայց ես չեմ դրել։ Աստված ցույց է տվել, որ դրանք աղբ են եւ դրանք ոչինչ չարժեն եւ դրանք չկան էլ իրականում այդ գործերն ու այդ արդարությունը չունեն ոչ մի բան, սիրելի եղբայրներ քույրեր։ Բացարձակ աղքատ եմ, Աստծուն տալու ոչինչ չունեմ։ Եվ միայն այդ ժամանակ իմ ականջին ավելի լսելի եղավ Աստծո խոսքը, որ ասում է. եկեք ինձի բոլոր մեղավորները, եղբայրը ասեր, չէ, հավաքույթը սկսելուց, ինձ եկեք բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ։ Եթե ես չեմ հոգնել իմ արդարությունից, եթե ես չեմ տեսել այդ բանը, որ ոչինչ է, եթե չեմ զրկվել այդ ամեն ինչից, սիրելի եղբայրներ քույրեր, ես շարունակելու եմ ապացուցել, որ ես գոնե մի 10 հոգուց լավն եմ, ապացուցելու եմ, դեռ ճնշելու եմ իմ անձը, զսպելու եմ ինձի, որպեսզի նման լինեմ, բայց հետաքրքիր է, ոչ մի կետում, ոչ մի բան պիտի չմնա, սիրելի եղբայրներ քույրեր, ամեն բան է ասма զրկվեցա, այսինքն որևիցե մի բան չի մնում, որից կարենաս բռնվես, եւ իրավ ասма ամեն բան էլ ինքը իր ներսում ասма, որ աղբ եմ համարում, թող Աստված փառավորվի, սիրելի եղբայրներ քույրեր, եւ ինքը տա մեզի սա գիտակցելու, որ մենք ոչ թե կանչված ենք, որ սենց զսպելով, նմանվելով, ինչ-որ մեզ ճնշելով ապացույցներ տանք հանրությանը եւ Աստծուն, այլ Աստված կանչել է մեզ խաղաղության, իր խաղաղությունն է տվել մեզ եւ իր որդու կյանքն է տվել, որը բարիք անելու բնություն ունի։ Մենք չարություն անելուց, ասենք ջղայնանալուց չարչարվում ենք, եղբայրներ քույրեր, կամ որ մեզ վիրավորեն, վիրավորվելուց մենք մեծ ուժ ենք գործադրում, չարչարվում ենք, եսի ինչ ենք անում, որ վիրավորվենք, միանգամից վիրավորվում ենք էլի, նեղանում ենք, բան ենք անում, որովհետև մեր բնությանն է հատուկ էտի։ Այ բնությանը հատուկ կերպով մենք սրանից հետո ուղղակի բարիք ենք գործելու, ուղղակի Քրիստոսը արտահայտվում մեր մեջ եւ մենք ճիշտ խոստովանում ենք, այսա կարևոր բան է, խոսքիս ավարտին ուզում եմ սա շեշտեմ եւ ավարտեմ խոսքս։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր է, որ Քրիստոսը երբ որ մեր մեջ գործում է եւ արտահայտվում, նախ դա մենք այլևս ոչ թե եսը անենք, որ Քրիստոս մեր մեջ արտահայտվի, մենք համաձայնվենք սրա հետ, դադարենք մենք արդարության հետևից գնալուց։ Այ երբ որ Քրիստոս արտահայտվի, դրա համար էլ կա գրված, ասում է, օրինակ ասում է, ինչ ունես դու, քրիստոնյային է ասում, որը որ չես ստացել Աստծուց։ Կարդամ այդ տեղը, որ ավելի վստահելի լինի։ Սա գրված է առաջի Կորինթացիս 4-րդ գլխի 7-րդ խոսքում։ Քանզի ով է ան, որ քեզ տարբեր կնե ուրիշներեն։ Ով աննա, այսինքն դա ինչ որ մեկն է, որ քեզ տարբեր է անում մյուսներից, ոչ թե այդ քո արած չարածներն են։ Քանզի ով է ան, որ քեզ տարբեր կնե ուրիշներեն եւ ինչ ունես, որ չես առել։ Եվ եթե առել ես, ինչու չառածի պես կպարծենաս։ Արդեն կշտացաք, արդեն հարստացաք։ Շարունակեմ, սիրելի եղբայրներ քույրեր, փաստորեն ասում է, որ ինչ ունեք, որը որ չեք առել։ Եվ եթե առել ես, դու ասա, որ սա առել ես, Աստված է քեզ տվել, ստացել ես դու սա։ Լույսին արի, որպիսի լույսի տակ երևա, որ այս բոլոր գործերը Աստծով գործվեցան մեր մեջ։ Որ Աստված փառավորվի եւ ոչ թե դու չառածի պես ինչ ես անում։ Պարծենում ես։ Այս պարծենալ ես հպարտությունը, Աստծու դեմ թշնամությունը, քեզ կտրում է Աստծուց, եղբայր քույր։ Դու առել ես, Աստված է քեզ տվել, բայց դու չառածի պես պարծենի պրետի քոններ, դու քեզ դրանով պատիվ ես անում։ Մի արա, այդ Աստծու պատիվն է, Աստծու զորությունն է։ Ստեփանոսը, որ աղաղակելով ասեց, որ Հայր ներիր սրանց, մեղք մի համարի, դա Աստծո որդու կյանքն էր մարդու մեջ, սա Քրիստոսի խորհուրդն է, սիրելի եղբայրներ քույրեր։ Եվ էլի բան կա,
Կարդում եմ Հռոմեացիս թղթից 11-րդ գլխի 35 խոսքը. կամ ով ասման նրան նախապես բան մտվավ, որ փոխարենը իրան տրվի, վասնզի ամեն բաները անկե, անով եւ անոր համար են, իրեն փառք հավիտյանս ամեն։ Ուրեմն մենք նախապես Աստծուն մի բան չենք տվել, որի համար Աստված մեզ այցելեր, բժշկեր, փրկեր, որ փոխարենը մեզի տար, այդ փոխարենը գաղափարը եղբայրներ էլի խոսացին սրա մասին, առևտրի մասին։ Սա առևտուր չի, որ մենք մի բան հիմա տվել ենք, Աստված փոխարենը մեզի տալիս է, կամ Աստված նախորոք մեզ տալիս է ավանսով, հետո որ մենք հետո հետ վճարենք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստված մեր հետ, մեր հանդեպ վարվել է միայն իր սիրո համեմատ, իր առատ սիրո համեմատ, իր ողորմության համեմատ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Մենք արժանի ենք եղել մահվան դատապարտության, նա մեզ մոխիրի տեղ փառքի արժանացրել, մեզ իր որդու կյանքը տալով, մեզ հավատացողներիս ծնունդ տալով, սիրելի եղբայրներ, քույրեր, կոչում տալով Աստծո որդիներ կոչվելու։ Սա մեծ իշխանություն է եւ փառք է, սիրելի եղբայրներ, քույրեր, որը մենք ստացել ենք մոխիրի տեղ, մահվան տեղ, Աստված մեզ այս բանին արժանացրել, շնորհել է մեզ, եւ մենք այսօր չարածի պես պիտի չպարծենանք, այլ պիտի խոստովանենք եւ թողնենք ամեն բան, որ մեզ օգուտ էր, մեր անձին, եւ Քրիստոսի արդարությունը ունենանք եւ ոչ թե մերը։ Իրան հավիտյան փառք, ամեն։